Ինքն է կողնորոնը։ Ուրեմն կմնաս տեղ այնքան կաշխատես, մինչև ես կոնյակի փողը կտաս, հետո կգնաս։ Ինչ արժեր ես խմիչքը։ Վեճ, 912,000։ Ինչքան։ 912,000։ Ինչ ես աչքերդ կլորացրած վրես նայում։ Բայց այդ իմ համար ահռելի գումար է։ Ես այդքան փող չունեմ։ Էդից չի հետաքրքրում։ Պայմանը պայման է, ոնց որ ասացիր, կփոխհատուցեմ։ Ուրեմն կմնաս այնքան կաշխատես, մինչև սրա գումարը կտաս, նոր ռադ քաշես կգնաս։ Վարդ ինչ ես անում։ Ասացի կընտրիկ պատրաստ եմ, սուր պատրաստում եմ։ 30 րոպեից պատրաստ կլինի։ Բարձա։ Բատիկինը ուրա։ Չկա, չի երևում, ոտքի տակ չի ընկնում։ Միրանից չի։ Քիչ առաջ այստեղ էր, ասաց որ գնում է շուկա։ Քիչ հետո կգա։ Հասկացա։ Ավելի լավ կլիներ շուկայի փոխարեն իրերը հավաքեր ու գնար իրենց գյուղ։ Նյարդերից վրա ազդում է արդեն։ Նու ազդերը մեղմ է ասված։ Լավ նվարդ, նա ինչ ես անում։ Եթե հանկարծ տիկինը կգա ու կսկսի քեզ կարգադրություններ տալ, շատ հանգիստ, պարզ կանգնում ու ասում ես, որ ես այս տանը ենթարկվում եմ միայն տիկին Լիդիային, հասկացա՞ր։ Տիկին Լիդիա, ես հենց այդպես էլ ասել եմ իրեն, ուղղակի համառորեն պարտադրում եմ, որ իր ասածով անեմ, ախր շատ համառ կին է։ Պարտադրելը ո՞րն է։ Ես թույլ չեմ տա, որ իմ տանը նման հանդգնություններ իրենց թույլ տան։ Նվար ջան, կանգնում, պարզ ասում ես, ես ձեզ չեմ ենթարկվում։ Շատ լավ տիկին Լիդիա, ինչպես կասեք։ Հա, հենց ինչպես կասեմ։ Այս տանը պետք է լինի նենց, ոնց որ ես եմ ասում։ Նվար ջան, ես շատ գոհ եմ քո աշխատանքից ու հաստատ չեմ ուզի, որ Մաշայի պատճառով աշխատանքից զրկվես։ Հասկացա՞ր։ Շատ լավ տիկին Լիդիա, կանեմ այնպես, ինչպես նոր դուք ասացիք։ Լավ, իսկ են բազմոցի հնամաշ փալասները ինչ արեցիր, աղբը գցեցիր։ Այո, դուք ասացիք նետեմ աղբը, ես էլ նետել եմ։ Ապրես, որ տիկինը կգա ու իր հնամաշ թանգարանային նմուշները կփնտրի։ Կասես, որ տիկին Լիդիան կարգադրել է նետեմ աղբը, թող լսի ու իր տեղը իմանա։ Հիմա շարունակի գործած, որ պատրաստ լինի, ես սենյակում եմ կկանչես։ Իսկ որտեղ եք ընտրելու խոհանոցում, թե։ Չէ, եղանակը լավն է պատշգամբում։ Իսկ սեղանը մենակ ձեր համար գցեմ, թե պարոնի։ Պարոնը, պարոնը, թող գնա իր մորաքրոջ հետ ղավուր մաուտի, իսկ ես ուզում եմ մարդավայել սնվել, պարզա։ Ինձ մոտ եմ։ Չեմ հասկանում ես, երեխեն քանի ժամ է սենյակում փակված նստած է։ Ոչ դուրս է եկել, ոչ բան է կերել։ Գուցե տանեմ սենյակում մի բան ուտի, հա։ Չէ, մամ ջան, դրա կարիքը չկա։ Եթե ցանկանա, դուրս կգա կուտի։ Լսի քո սիրտը քարից, հա։ Չէ, մամ ջան։ Ուղղակի մտածում եմ, եթե դուրս չի գալիս, ուրեմն այդքան էլ սոված չէ։ Ես ինչ ես խոսում։ Դու ոնց ես կարողանում սենց հանգիստ նստել։ Մամ, հավատա հանգիստ չեմ։ Ու հետո մտածում եմ, որ դուրս չգա եւ քեզ վիրավորի։ Իսկ այս վերջերս Մարին հենց միայն դրանով էլ զբաղված է։ Մենք ենք մեղավոր, մենք, որ հիմա երեխան էս վիճակում է։ Ուզում եի ասել ես։ Եթե դու Կարոյին չասեիր, Կարոն չէր իմանա Մարինովա։ Ու Մարիի հետ չէր խոսի։ Բա հետո մամ։ Հավերժ պետք է թաքցնեի ով է իր ծնողը։ Այդ ծնող չի։ Ծնող։ Ուզենանք թե ոչ Կարոն է Մարիի հայրը։ Եվ նա վաղ թե ուշ պետք է իմանար։ Եվ գիտես ինչ եմ մտածում։ Եթե ավելի շուտ նրան այս մասին ասած լինեի, հիմա այս վիճակում չէր լինի։
Հիմա չէր լինի։ Շատ ավելի վաղ կլիներ։ Ու Մարին ճիշտ է ասում է, այդ մոնստրի կողքին ոչ ոք չի կարող հանգիստ ապրել, նա ոչ մեկին թույլ չի տա։ Ինչ։ Մի նեղվիր այսքան։ Շուշի ջան, ինչի ես տենց նեղված նստել, ինչ ես մտածում։ Մարիի մասին, մամ։ Մի տեսակ համ ինձ մեղավոր եմ զգում, համ էլ զգում եմ, որ հեչ մեղավոր չեմ։ Ապրես, դու ճիշտ ես, դու հեչ մեղավոր չես։ Ժամանակը կգա, այդ աղջիկը կհասկանա։ Այդ քո ասելու բանը չի, հասկանում ես։ Չգիտեմ, մամ, մտածում եմ, որ Մարին ինձ երբեք չի հասկանա ու չի ների, որ ամեն ինչ թաքցրել եմ իրենից։ Որ ժամանակը գա կհասկանա։ Ուղղակի դու պիտի նստես, բացատրես, որ ասենք թե տեղերով փոխվենք։ Ինքը որ իմանար, կգար քեզ կասեր, թե լուր կմնար։ Հա, մամ, որ հնարավորություն ունենամ ամեն ինչ բացատրելու եմ։ Այդ հնարավորությունը անպայման կգա։ Ուղղակի ժամանակի հարց է։ Ժամանակը կգա, ինքը ամեն ինչ կհասկանա։ Դու պատկերացնում ես, նա այսօր Իդայի հետ անգամ բառ չխոսեց։ Խեղճ տիկին Իդա։ Մամ շատ է նեղվել Մարիի համար։ Հա, բա ոնց չէ։ Հա, Տիգրան ջան։ Նորից բարև Շուշ ջան։ Ճիշտն ասած զանգեցի Մարին չպատասխանեց, մեսենջերով էլ գրել եմ, ոչ նայելա, ոչ էլ պատասխանելա։ Մտածեցի զանգեմ քեզնից մի բան իմանամ, ուղղակի անհանգիստ է իր համար։ Ամեն ինչ նորմալ է, Մարին տանն է։ Հետո որ տեսնի զանգել ես, ետ կզանգի։ Լավ դե, այդ արդեն կարևոր չի։ Կարևորն է նա, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Դե լավ Շուշ ջան, մինչ վաղը։ Մինչ վաղը, պակա Տիգրան ջան։ Դե դասերը տարա, վերջ։ Արա սա սերոպը չի։ Հա, էլ ինքն է։ Չի կարա սենց բան լինի։ Վայ, էդո։ Ես ինչ օրը գցեցիր ես խեղճ Արիֆին։ Սերո։ Ես ինչ կա, ես ինչ ես անում, բարի օր։ Բարև, ինչ է, չես տեսնում ինչ եմ անում։ Տեսնում եմ, ոնց չեմ տեսնում։ Հա, բա էլ ինչ ես հարցնում։ Մեքենայի միջից տեսա, ճիշտ ասած աչքերից չհավատացի։ Ասացի մոտենամ մոտիկից տեսնեմ, այն էլ չսխալվեցի, հա, փաստորեն։ Չէ, ես եմ էդո։ Ինչ կա։ Ախր ես ինչ քո անելու գործն է, որ ավելը վերցել ես, ընկել ես փողոցները։ Ինչի։ Ինչ վատ բան եմ անում, որ փողոցներն եմ մաքրում։ Մաքրում եմ, որ մաքուր լինի։ Հա, էլի մաքուր լինի, բայց թող ուրիշները մաքրեն։ Դու այդ տղեն ես, որ հելել ես փողոցներն ես մաքրում։ Սերոպ։ Քանի ես տիրություն էի անում, չէիր աշխատում։ Համ արաղի փող ունեիր, համ ուտելու։ Հիմա մնացել ես Միշոյի հույսին, քեզ հանել գցել է փողոցները։ Բա դու իրան տենց ես պահել։ Չէ։ Միշոն այս ամեն ինչի հետ կապ չունի։ Ինքը տեղյակ չի, որ ես աշխատում եմ։ Ես ինքնակամ եմ աշխատանքի դուրս եկել։ Ու մեկ էլ հետո ջան, խնդրում եմ, որ Միշոյին սրա մասին բան չասես էլի։ Հա, լսի, բայց այս ուրիշ գործ չես գտել, որ այս գործն ես ընտրել, թե ձեռիցդ ուրիշ բան չի գալիս։ Չէ, դե ուղղակի այս գործը կար ստիպված ես եմ վերցրել։ Հետո լավ առաջարկ կլինի կգնամ ուրիշ գործ կանեմ։ Սերոբ, եթե արաղի փող չունես, արի ես կտամ։ Մենակ թե ավելը գցի, գնանք տուն էլի, ես քեզ չի սազում։ Սազում ա թե չի սազում, էս է։ Առաջարկիդ համար շնորհակալ եմ։ Բայց ինձ ոչ քո արաղն ա պետք, ոչ էլ փողը։ Դու ավելի լավ ասա տենամ իմ փողերից ինչ կա։ Ինչ որ մի լուր կա, թե գրեմ սառույցին գնա։
Մար, իսկ կատակը մի կողմ։ Կուզեիր ինպես աղբեր ունենայիր։ Սուտ եք, բոլորդ սուտ եք։ Հա։ Ինչի՞ ես տես նեղված նայում վրես։ Բասել էիր կգտնես։ Խոստացել էիր, որ կգտնես փողերս կբերես։ Չարսնեմ ինչա։ Չէ, մի հարցրու, որովհետև որ նորություն լինի, առաջինը դուք իմանաս։ Հա որ։ Հաբա կարողա գիտես փողերը տանելու եմ տանս պահեմ, բերելու եմ քեզ տամ։ Պարզ։ Ինչն է պարզ Սերոբ։ Ինչ ես ուզում ասես, մի անգամից ուղիղ ասա։ Ու կասեմ, որովհետև ոնց մտածում եմ, գցում բռնում եմ։ Ինչ որ համընկնումները շատ են։ Էդ ինչն է համընկնում Սերոբ։ Դեն չարաբաստիկ օրը, մենակ դու գիտեիր, որ իմ մոտ լիքը փող կա։ Ու ես զանգեցի քեզ, որ դիմանամ ուր ես հասել։ Դու էլ ասիր, ուշանում եմ։ Ես էլ եկա քո ասած տեղը։ Ու մի քանի րոպեեր ինչ քեզ էի սպասում, այդ երկու հոգին հարցակվեցին վրես ու մի լավ ծեծեցին, հիշում ես, չէ՞, ու փողերս էլ տարան։ Ու անմիջապես հետո դու հայտնվեցիր։ Ու ամեն ինչ արեցիր, ինձ համոզեցիր, որ ոստիկանություն չդիմեմ։ Լսի այ բիձա, ես ինչեր ես խոսում։ Ես ուզում ես գլխիս սարքես այդ ալկաշ։ Բարերը չափավորի, հա։ Ես քեզ թույլ չեմ տա իմ հետ տենց խոսած։ Տով է քո թույլ տալուն նայում։ Լսի Սերոբ, այդ խմել ես, հարբել ես, ալկաշցել ես, փողերդ վրիցը տարել են, մի հատ էլ ինձ ես նամիկա տանում։ Հա, որովհետև համընկնումները շատ են։ Ուրեմն ուշադիր լսի, քեզ ինչ եմ ասում։ Այս պատմության մեջ միակ համընկնումը քո խմելն է։ Չալկաշնայիր, չխմեիր, վրայիցդ փողերը չտանեին։ Հիմա այս վիճակում չէիր հայտնվի ու քո դժբախտությունների մեջ ինձ չէիր մեղադրի, այ անշնորհակալ մարդ։ Ու նայի, սրանից հետո չհամարձակվես տենց ակնարկներ անես, թե չէ ձեռից ես չես պրծնի։ Ախ, իմ դուխին է, դու ապահովեցիր իմ այսօրվա բարձր տրամադրությունը։ Ամեն ինչ անում եմ քեզ համար, սիրելի տնօրեն։ Իմ լավ դուխին է, փոքր ուշադրություն է, չէ, բայց ասես ինձ աշխարհի ողջ երջանկության բանալին տված լինեն։ Թող քո բոլոր առավոտները նման սիրուն ժպիտով սկսվեն, իմ սիրունագույն մորաքույր։ Իսկ եթե հիմա էլ բան չունես ինձ ասելու, ես գնամ անցնեմ իմ գործերին, որովհետև աշխարհի բոլոր գործերը լցրել ես գլխիս, ոնց որ քո ոխերին թշնամին լինեմ։ Առայժմ ոչինչ պետք չէ սիրելիս, բայց մի րոպե, հեռախոսազանգին պատասխանեմ հետո։ Ալո, լսում եմ, ինչ, քաղաքապետարանից, այո, իհարկե, լսում եմ, ինչ, թեժգից, ոչ, մեն ոչ դա, Ես նվաղում եմ, լուրջունը, սիրելիս։ Մարի ջան,
Մաջան, համեղ նախաճաշ եմ պատրաստել։ Վերկաց գնանք միասին նախաճաշենք, լավ։ Չեմ ուզում։ Մարի ջան, ես շատ լավ հասկանում եմ, թե հիմա ինչ է կատարվում քո ներսում։ Բայց իմ ու մամայի հետ խռով պահելով ապրումները չեն թեթևանում։ Իմ ապրումները երբեք էլ չեն թեթևանա։ Այս կատարվածը իմ ամբողջ կյանքի համար է։ Այն ինչ մեզ հետ կատարվել է, դա ուղղակի մի փոքրիկ դրամա է եւ Փառք Աստծո առանց կորուստների։ Տատի, ինչ դրամա։ Այս դրամա չի, այս ամոթալի երևույթ է։ Ու ավելի լավ է գետին եմ մտնեի, քան իմանայի, որ այդ մոնստրի արյունն է հոսում իմ երակների մեջ։ Եղածն արդեն եղել է, ու դա եղել է 16-17 տարի առաջ։ Հիմա ոչինչ փոխել չեն կարող։ Ես հասկանում եմ, քեզ համար ծանր է, բայց դու հիմա այն տարիքում ես, որ կարող ես եւ ստապտատել եւ ճիշտ վերլուծություններ անել։ Այնպես որ խնդրում եմ, մի կորցրը քեզ։ Ճիշտ է։ Ու ինչքան սթափ վերլուծություններ անում եմ, մեկը չեմ հասկանում, թե ինչն էր պատճառը, որ ինձ տենց հարվածեցիք դուք։ Ես երբեք ձեզ չեմ նայելու ինձ ճշմարտությունը չասելու համար։ Ոչ քեզ, ոչ մամային, ոչ էլ այն մարդկանց, ովքեր գիտեին այս ամենի մասին, բայց ինձ ոչ մի բան չէին ասում։ Գիտես, կանցնեն օրեր, շաբաթներ, հետո երբ հայացքդ հետ կգցես ու կհասկանաս, որ վիրավորել ես մարդկանց, որոնք քեզ աշխարհի չափ սիրում են, ու քեզ վատ կզգաս։ Ես քեզ խնդրում եմ խոսելուց առաջ մի քիչ երկար մտածիր, հատկապես մամայի հետ խոսելուց առաջ։ Իսկ մաման իմ մասին մտածել էր, որ ինձ ճշմարտությունը չասեց։ Դուք իմ մասին մտածել էիք։ Քո մասին մտածելով ենք թաքցրել։ Դու ինչա գիտես մամայիդ համար հեշտ էր, հա? Գիտես ինչ տանջանքների միջով անցել, բայց քեզ լույս աշխարհ ա բերել, սիրով պահելու մեծացրել ա։ Համ իրա տեղն ա սիրել, համ հորը։ Ինքան սեր ա քեզ տվել, որ մի կաթիլ սիրո պակաս չունենաս։ Ես այդքանը հասկանում եմ։ Բայց կարայիք չէ, այսքան տարվա մեջ գոնե ինձ ճշմարտությունը ասեիք։ Ես իրավունք ունեի իմանալու ճշմարտությունը, ունեի իրավունք։ Եթե այնպես ա ստացվել, որ հիմա ես իմացել, ուրեմն սա էր ճշմարտությունը իմանալու ճիշտ ժամանակը։ Դու հիմա արդեն ամեն ինչ գիտես, ու գիտես, թե ինչ անես։ Բայց ես քեզ խնդրում եմ, մամայի չմեղադրես։ Դու պետք է սիրես մամայիդ։ Իսկ հորդ կընդունես, թե չես ընդունի։ Դա արդեն քո գործն է։ Եթե ես շուտ իմանայի ով է իմ հայրը, ես այսքան պատմությունների մեջ չէի ընկնի։ Ու հիմա այսքան ծանր չէի տանի այս ամենը։ Ես հիմա էլ վիճակի չեմ քեզ հետ խոսելու։ Նախաճաշ սեղանին է։ Կուզես գնակեր, կուզես մի կեր, դու գիտես։
Բարի լույս։ Նենց լավ բան ունեմ քեզ ասելու։ Ինչ ա եղել։ Գուշակի այսօր ում եմ հանդիպել։ Արի առավոտ բարի լույս, տենց մի ծանրաբեռնի ինձ էլի։ Լավ, չեմ ծանրաբեռնում ասում։ Ուրեմն այսօր Սաթենին եմ հանդիպել։ Հա, նենց ենք իրար կորոտել ոնց։ Ուրեմն իրար գրկել ենք, չենք ուզում բաց թողենք, նենց կորոտած ենք երկուսս էլ։ Այդ Սաթեն ու Ռոմը երկրում չէին, չէ՞։ Հա, երկրում չէին, ասաց, որ երեք են վերադարձել, ուզում էր զանգեր, բայց ոնց որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Նենց ուրախացել էի, որ տեսել էի։ Լավ բան ասացիր, ապրեն իրանք, որ վերադարձել են հայրենիք։ Հա, իրանք մեր հին օրերի ամենաքաղցր ընկերներն են։ Հիշում ես ինչքան լավ օրեր ենք միասին անցկացրել։ Էլեն, ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ։ Ու ապրես, որ ասացիր, այսօր կզանգեմ Ռոմի հետ կխոսենք ու պայմանավորվեմ մի հատ կհանդիպեմ հետո։ Չէ, պետք չի, ես արդեն խոսել եմ Սաթենի հետ։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօր երեկոյան զույգերով գնալու ենք ինչ որտեղ նստենք, մեր հին օրերը հիշենք։ Ուրեմն զույգերով, հա։ Հա, գեղեցիկ հուշերի երեկոյա լինելու։ Հայի դեպ ոչ մի մերժում քո կողմից չի ընդունվում։ Չէ, ինչ մերժումով բան ասեց, մեծ սիրով երեկոյան կգամ։ Հրաշալի է։ Ուրեմն երեկոյան հանդիպում ենք։ Վան մի բան ասեմ։ Փորձի։ Մի տեսակ Սաթենի ու Ռոմանի գալուց հետո իմ մոտ հույսեր արթնացան, որ ամեն ինչ առաջվա պես կլինի, որ մենք էլի առաջվանը կլինենք։ Իսկ իմ կանխազգացումը երբեք սխալ չի լինում։ Հեն, ինչի ոչ մի բան չես ասում։ Ասացի կգամ, սրանից ավելի ինչ ես ուզում ասեմ։ Դե լավ, ուրեմն երեկոյան հանդիպում ենք։ Դու երեկոյան կգաս, չէ՞ իմ հետևից։ Այդ մեկը չեղավ։ Ես գործեր ունեմ, կվերջացնեմ, կմիանամ ձեզ։ Լավ, թող այդպես լինի։ Արի գնանք Չուշանակ։ Գնացի։ Հա, մեկ էլ սրճարանի լոկացիանից SMS արա, հա։ Հա, SMS-ը կուղարկեմ։ Մորկուր ջան, մի հատ էս ջուրը խմի, հա։ Ախ, դուխին։ Այս ինչ մաղլավանջ էր։ Մի րոպե դուխին է, մի կողմ գնա, ես հիմա տիկին լանջունին ուշքի կբերեմ։ Էլ դրա կարիքը չկա։ Ոնց եք ձեզ զգում տիկին լանջունի։ Մի րոպե տիկին լանջունի, այս ինչ ա եղել, նենց վախացրիք սիրտս տեղից դուրս ա թռնում։ Լիդիա, նվաղում եմ, նորից նվաղում եմ։ Հա, բայց ինչից եք նվաղում, ինչ եղավ, որ սենց վատացաք։ Զանգից, այդ անիծյալ զանգից։ Տիկին լանջունի, ինչ զանգ, դուխին է, ինչ զանգ։ Ինձ քաղաքապետարանից զանգեցին, ասացին, որ ինչ որ մեկը զանգել է թեժգից եւ ասել է, որ մեր դպրոցում պարբերաբար դրամահավաքներ է լինում։ Ես այնպես նվաղեցի, որ նույնիսկ չհասցրեցի հերքել այդ լուրը։ Տիկին լանջունի, ինչ դրամահավաքի մասին է խոսքը։ Մենք այնքան հետևողական ենք, որ նույնիսկ թույլ չենք տալիս երեխաները տոնորերին մեզ մեկ հատիկ ծաղիկ նվիրեն, ինչ դրամահավաք։ Ախ Լիդիա, մենք այդքան խիստ ու հետևողական ենք, չէ՞, բայց գտնվել է մեկը, ով զանգել է թեժգից եւ զրպարտել է մեզ։ Չէ, տիկին լանջունի պետք է իմանանք ով ա եղել։ Ում ենք վատություն արել, իմ հիշելով մենք ոչ մեկին վատություն չենք արել։ Ես չգիտեմ ով է եղել։ Ես ինձ վատը զգացի ու չհարցրեցի թե ով է, բայց միևնույնն է, եթե հարցնեի, ինձ ոչ մեկը նման ինֆորմացիա չէր տա։ Ամեն դեպքում տիկին լանջունի, պետք է շատ շտապ գտնել, թե ով է մեզ զրպարտում։ Ես հենց այդպես էլ կանեմ։ Ես քաղաքապետարանում բարեկամ ունեմ։ Կզանգեմ ու կխնդրեմ, որ ճշտի թե ով է եղել այդ ստախոսը։ Ող, ինչ հավես ամիս։ Ի՞նչն է հավեսներս։ Դե որ առավոտ շուտ արթնանում ես ու տեսնում ես եղբայրդ արդեն նախաճաշ պատրաստել։ Դու իմ երազանքների եղբայրն ես, Միշ։ Դե քել մի կտոր հաց ուտենք նայես։ Բասեն զարակված հասցրեցիր, Միշ։ Միշով մտա լվացվեցի դուրս եք, արդեն ամեն ինչ հարել էիր։ Դու ռեակտիվ ես, չեմ հասկանում։ Փաստորեն։ Բաքերին պետք չի արթնացնել։ Չէ, նարս երեք ոնց որ մի քիչ ուշ է եկել, տուն թող քնի հանգստանա։
Վայ տնաշենն ինձ է խռացնում, որ ինչքան էլ խորը քնած լինես, մեկա լսելու ես։ Այդ հարցում քերիդ լրիվ չեմպիոն է։ Նարս բա ինչ ես մտածիր անես։ Դե ուզում եմ աշխատեմ։ Հենց այսօր էլ ուզում եմ դուրս գամ իմ համար աշխատանք գտնեմ։ Շատ լավ ես մտածել, բա սովորել է։ Չգիտեմ, միշտ դրա հավեսը ընդհանրապես չունեմ։ Համ սովորեմ, համ աշխատեմ, հաստատ մեկը մյուսի խանգարելու է։ Քեզ շատ սխալ է թվում, Նարե ջան։ Ես համ սովորում եմ, համ էլ երկու տեղով աշխատում եմ ու իրար ընդհանրապես չեն խանգարում։ Ոնց, ինչի ես քեզ տես ծանրաբեռնում։ Նարս դե մի քիչ հարցեր կան լուծելու, դրանք կարգավորելու համար։ Հասկացա։ Բայց պարտադիր պիտի միտեղ ընդունվես սովորես, Նարե։ Առանց սովորել չի լինի։ Չէ, միշ, ավելի լավ է կենտրոնանամ գործերի վրա։ Թե չգիտես, ստիպված եմ լինելու էլի Ռուսաստան գնալ, իսկ ես չեմ ուզում իմ հայրենիքից բացի ուրիշ տեղ ապրեմ։ Հասկանում եմ ես քեզ, Նարս, բայց էլի եմ ասում, մեկը մյուսին չի խանգարելու։ Հա որ միշ։ Հաստատ, Նարս, բա ոնց։ Ես հենց այսօր էլ մեր Տիկին Արաքշացյանի հետ կխոսամ, կկարգավորենք, կգաս մեր դասարան կսովորես։ Լավ, ախպերս ոնց հասնում է։ Մերջան, ես հասկանում եմ, որ քեզանից շատ մեծ բան եմ խնդրում, որ բոլոր կանոններին դեմ է, բայց ես այլ տարբերակ չունեմ։ Խնդրում եմ օգնիր ինձ։ Իմացիր ով է զանգահարել։ Պետք է իմանամ, թե ով է այդ ստախոսը, որ նման բան է հորինել։ Խնդրում եմ քեզ որպես բարեկամի, որպես հարազատի, իմացիր ով է զանգահարողը։ Լավ, Մերջան, շնորհակալ եմ։ Կարող ես կամ ինձ զանգահարել, կամ մեր դուխինային։ Հա, շնորհակալ եմ։ Ու Մհերը խոստացավ, որ ամեն ինչ կանի, կօգնի մեզ այս դժվարին պահին։ Եթե ձեզ էլ պետք չեմ, ես գնամ անցնեմ իմ գործերին, հուսով եմ էլ չեք նվաղի Տիկին Լանջունի։ Գնա Դուխինե ջան, էլ ոչինչ պետք չէ։ Սիրտս տեղն ընկավ Մհերի խոսքերից։ Ուղղակի չեմ հասկանում, թե ոնց կարող էր ինչ-որ մեկը նման բան անել։ Ամեն դեպքում Տիկին Լանջունի, ես կարծում եմ, որ պետք է շատ շտապ ժողովանել եւ բոլոր դասղեկների հետ խոսել։ Ես հիմա կհանձնարարեմ Դուխինային, որ բոլոր դասղեկներին զգուշացնի։ Տիկին Լանջունի, ես մի բան չհասկացա։ Այդ ձեր բարեկամ Մհերը Դուխինային որտեղից է ճանաչում։ Ծանոթներ եք։ Լիզա, ես նորից նվաղում եմ։ Այ չգիտեմ։ Ոյ Լիզա։ Հա, միշ։ Ոնց ես արևս բարև։ Երեկվանից բան չի փոխվել։ Այսինքն էլի նեղացած ես ինձնից։ Միշ չպետք է մամային ասեիր, որ կար։ Ես չեմ հասկանում, դու էլ մյուսների նման իմ դեմ ես, բոլորդ իմ դեմ եք։ Մարս, ոչ մեկ քո դեմ չի։ Մենք բոլորս քո մասին ենք մտածում, քո համար ենք անհանգստանում ու ամեն ինչ ուզում ենք անենք նենց, որ քո համար լավ լինի։ Բոլորդ այդ եք ասում։ Բայց ձեր քայլերը լրիվ ուրիշ բան է ցույց տալիս։ Մարս, որովհետև դու թույլ չես տալիս մենք անենք այն, ինչ որ անհրաժեշտ է անել։ Ինձ ոչ մի բան էլ պետք չի։ Այ հենց սրա մասին էլ ասում էի, Մար։ Դու մեզ մոտ չես թողում քեզ։ Ինչի թույլ չես տալիս ինչ պետք է այդ անենք, Մար։ Ինչ ես սենց տրամադրված։ Ինչի համար ես զանգել միշ։ 5 րոպեից ձեր տան տակ եմ ինչի։ Ինչի համար իջնեմ։ Ոնց ինչի համար որ գնանք դասի։ Ես դպրոց չեմ գալու։ Ոնց չես գալի, Մար։ Միշ ես չեմ ուզում իրան տեսնեմ ու դպրոց չեմ գալու։ Մարի ջան, այս տեմպերով ուր ենք հասնելու։ Դու ուզես, չուզես, ընդունես թե չէ, Կարոն քո հայրն է։ Հիմա քո կյանքի վրա պիտի խաչ քաշես, չեմ հասկանում։ Մար։ Լսում եմ։ Լավ, այսօր մնա տանը, հանգստացի, մտքերդ իմի բեր, բայց վաղը ուզես, չուզես գնալու ենք դասի, չես կարողանալու վաղը համոզես։ Լավ, Միշելով, հետո կխոսենք, հա։ Լավ, Մար, բայց հիշի, որ մենք ամեն ինչ ու բոլորս անում ենք քո համար։
Ալո, Մար։ Այ, Մարի, դամբո ես էլի։ Որպես դու ասիչ է ուշացա, սա արևշեցենը ախիցս գալու է։ Գևորգ հետ արի։ Ես ինչա, էլի նույն պատմությունն է։ Խոսա այդ տղա։ Ես ամենասկզբից այդ փողը պետքա ճարեի ու բերեի։ Անիմաստ տեղը այսքան բանի մեջ ընկա։ Մեկը էլի այդ փողը իմ վզովա։ Տղա ջան, նախ մի մոռացի դիմացը տողա կանգնած։ Դիմացը ուսուցիչա կանգնած, լեքսիկոնիդ մասին մտածի։ Երկրորդը, դու ոչ թե պիտի մտածեիր այդ փողը ճարելու մասին, այլ նման պատմության մեջ չմտնելու մասին։ Ես հասկացել եմ արդեն, սխալ եմ արել, բայց արդեն ուշ է։ Դե եթե հասկացել ես, բոլոր հարցերն էլ իրանց լուծումը ունեն։ Դու հիմա հանգստացի ու մնացածը թողին վրա։ Լավ, շնորհակալություն պարոն Շահնազարյան, ու կներեք, որ ձեր հետ տենց խոսեցի։ Լավ, հիմա գնա դասի։ Տիկ Վարլուս, լավ աղբեր ես, դու ոնց ես, ուր ես? Եթե մի քիչ մտածես, կհասկանաս, որ այս պատմության մեջ մեղավորներ չկան։ Տատի, ես չեմ ուզում նորից ասեմ, թե ում մասին ինչ եմ մտածում։ Քեր չեմ հավատում։ Ոնց կարա էս լինի քո գործը։ Ախր դու միշտ լավ տեղեր ես աշխատել։ Գիտեմ, որ նեղվել ես, դրա համար ես ասում։ Այս դե ժամանակավոր բան է, Մարի ջան։ Այդ ինչ ես արել, Ֆարադեյ։ Ազնիվ խոսք ոչ մի պարսավանքի արժանի բան։ Ոչ մի պարսավանքի արժանի բան, հա։ Ինչի ես տենց բան արել, ինչի ես զանգել թեժգից։ Վայ ես սեր ինչն եմ ասել։ Ուրեմն այսօր իմ ու Վանի համբույրի երկրորդ սերիան է լինելու։ Ոնց։ Անընդհատ պիտի հարցեր տամ, թե կպատմես։ Արագացրու գնա, պարոն Սիմոնյան։ Ոչ թե Սիմոնյան, այլ Բալեխամյան։ Չէ։ Անգլերենի մասնագետ։ Գնա։ Լաջուրի ջան։